Իսկ տեսնում ես, ասենք, ընտրական գործընթացի դերակատարների, առանցքային դերակատարին, որը 10 ամիս է գտնվում է կալանքի տակ։ Վերջին 2 ամիսը տնային կալանքում ու հնարավորություն չունի գնալ նախընտրական հանդիպումների, հանդիպի իր ընտրողներին, հանդիպի իր թիմակիցներին, ելույթներ ունենա, հարցազրույց, տեսնում ես դες բան, թե էդի չես տեսնում, այդպես դերակատարների։ Իսկ ասենք դու տեսնում ես ընտրական համակարգի դերակատարների, որոնք վարչական ռեսուրս են շահագործում, որոնք որ զորով հավաքներ են կազմակերպում, ապօրինություններ են թույլ, այդպես դերակատարների տեսնում ես թե չէ։ Դες մենք տեսնում ենք դերակատարների, որոնք դժգոհում են կիբեր անվտանգություն, ինչ կիբեր անվտանգություն Հայաստանում ընտրության համակարգում, երբ որ մեր ընտրությունը էլեկտրոնային չի։ Եթե մի քվեարկություն կազմակերպվում է թղթով, քվեաթերթիկը դնում ես ծրարի մեջ, տանում ես գցում ես արկղը, հանձնաժողովի անդամները հատիկ-հատիկ այդ թղթերը հանում են, ձայները հաշվում են, թղթի վրա արձանագրություն են գրում։ Դրա կիբեր անվտանգություն, պաշտպանություն որտեղ է պետք։